Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու։ Կոմիտեում շատերը սպասում են կամ SMS-ի, կամ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան, թե իրենց հետագա ճակատագիրն ինչպես են կառուցելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այսօր ազգային ժողովը քննարկելու է պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Օրաթերթը նաև գրում է. Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար։ Այստեղ վաճառքով զբաղվողները բողոքում են, ասելով, որ ամեն քառակուսի սանտիմետրում սեղանիկ է դրված, իսկ պետքարան, անվտանգության մուտքեր եւ էլ չասած մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում, ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի ստորաբաժանումների ղեկավարների։ ՔՊ-ում իրական Հայաստանի դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորների ծննդյան օրերին Չարենցի երկիրնայրի վեպը նվիրել։ Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, գրում է Հրապարակ օրաթերթը։ Օրաթերթը նաև հայտնում է, ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։